Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում լարվածությունն օր-օրի մեծանում է, իսկ իրադարձությունները զարգանում են արագ, խճճված ու անկանխատեսելի։ Արշակն իր բնավորությանը հավատարիմ շարունակում է աջակցել Լաննային, օգնելով թե կենցաղային հարցերում, թե աշխատանքային խնդիրներում։ Նա դեռ չի կասկածում, որ Լաննայի անցյալը լի է վտանգավոր գաղտնիքներով և որ այդ օգնությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ հենց իր ընտանիքի համար։ Արշակի համար Լաննան պարզապես մի կին է, որը դժվար ճակատագրի առաջ է կանգնած և օգնության կարիք ունի։ Լաննան սակայն ներքին պայքարի մեջ է, նա հասկանում է, որ սխալ ճանապարհ է ընտրել, հնարավոր է արդեն զղջում է իր արածի համար, բայց գիտակցում է նաև, որ հետդարձի ճանապարհ գրեթե չկա։ Կարենը նրա կյանքում դարձել է ճնշող ու վտանգավոր ուժ, նա մեծ պարտքերի մեջ է, խճճված է մութ գործերի հետ և պատրաստ է ամեն ինչի, միայն թե գումար հայթայթի։ Կարենը Լաննային օգտագործում է որպես միջոց, պահանջելով, սպառնալով, հիշեցնելով անցյալը և ստիպելով նրան նոր քայլերի գնալ։ Բայց նորոն սկսում է խորանալ Կարենի անցյալում, նրա կատարած ճշտումները շոկային բացահայտման են բերում։ Կարենն ամուսնացած է և նրա կինը հենց Լաննան է։ Այս փաստը Նորոյի համար դառնում է վճռորոշ։ Նա հասկանում է, որ վտանգը շատ ավելի մոտ է, քան թվում էր և որ խոսքը միայն Մագդայի մասին չէ։ Արշակի տունը, արևը, ամբողջ ընտանիքը կարող են վտանգի մեջ լինել։ Նորոն կանգնում է ծանր ընտրության առաջ՝ ասել ճշմարտությունը Արշակին, թե դեռ սպասել, փորձելով հասկանալ Լաննայի իրական մտադրությունները։ Սցենարից համացանցում հայտնված փոքրիկ հատվածը նոր հարցեր է առաջացնում։ Այնտեղ ակնհայտ է դառնում, որ Մագդան կտրականապես չի ցանկանում անգամ լսել Լաննայի անունը։ Սա ենթադրությունների լայն դաշտ է բացում հեռուստադիտողների համար։ Ինչ է իմանում Մագդան, ինչի մասին է լռում և արդյոք նրա հետ տեղի ունեցածը կապված է հենց Լաննայի ու Կարենի հետ։ Արշակը եթե իմանա ճշմարտությունը Լաննայի և Կարենի ամուսնության մասին, հավանաբար չի հանդուրժի նրա ներկայությունն իր տանը, սակայն հարցը միայն Լաննային դուրս հանելը չէ, Կարենն այդքան հեշտ չի նահանջելու։ Նա ունի պարտքեր, թշնամիներ և ամենակարևորը տեղեկատվություն, որը կարող է կործանարար լինել բոլորի համար։ Սերիալն աստիճանաբար մտնում է ամենալարված փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր կերպար կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Ճշմարտությունը մոտ է բացահայտմանը, բայց դրա գինը կարող է շատ բարձր լինել։ Ուրիշի ընտանիքը հերթական անգամ ապացուցում է, որ այս պատմության մեջ ոչինչ պատահական չէ և ամեն գաղտնիք ժամանակի ընթացքում պահանջում է իր վճարը։ Բայց մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ դերասանին ու որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ձեզ համար մենք կբերենք նոր ու հետաքրքիր անակնկալներով լի տեսանյութեր, որոնք հաստատ անտարբեր չեն թողնի ձեզ։ Իսկ «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալում իսկապես լարվածությունը գնալով էլ ավելի է մեծանում։ Նորոն պատահաբար տեսավ, թե ինչպես Կարենը հետևում էր Մագդային։ Բնականաբար խանդը իր գործն արեց, բայց միևնույն ժամանակ այս ամենն օգնելու էր, որպեսզի Նորոն հասկանար, թե ինչ է ուզում Կարենը Մագդայից։ Բնականաբար Կարենը Մագդային սեր է խոստովանում, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Կարենը հենց այնպես չի եկել, նա եկել է, որպեսզի փող կորզի, որովհետև ինչպես պարզ է դառնում Նորոյի բացահայտումներից ու պարտքատերերի հետ խոսելուց, Կարենը բավականին վատ գործերի մեջ է ու բավական մարդկանց պարտքեր է կուտակել, իսկ դա նշանակում է, որ նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե կարողանա իր պարտքերը հետ վերադարձնել, որովհետև հակառակ դեպքում նրա կյանքին վտանգ է սպառնում, բայց ինչքան է նա պատրաստ գնալ դեպի վերջ, անհայտ է։ Շատ հեռուստադիտողներ կասկածում են, որ Կարենն այդ ընտանիքի հետ կապվել է հենց Նորոյենց հոր միջոցով, այսինքն Նորոյենց հայրն է ասել այդ ընտանիքի մասին։ Արդյոք այս ամենը իրականությանը համապատասխանում է թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մինչ այդ սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված։ Շատ շուտով վերադառնալու է նաև Նորոյի, Ալինայի ու Էլիզի հայրը։ Նա տարիներ առաջ լքեց իր ընտանիքը, թողեց միայնակ
կնոջը և 3 անչափահաս երեխաներին։ Իհարկե կինն էլ որոշեց, որ նա պետք է իր կյանքը կապի մեկ այլ տղամարդու հետ ու երեխաներին թողնի ծեր ու հիվանդ տատիկի խնամքի ներքո։ Մոր կյանքն էլ չդասավորվեց, ավելին, նա արևին էլ թողեց բախտի քմահաճույքին, ավելի շուտ հոր խնամքին, քանի որ նրա կյանքը ծննդաբերությունից հետո փրկել չհաջողվեց։ Արդյոք ճիշտ էր թե սխալ որոշումը, ցույց տվեց ժամանակը։ 3 երեխաներ մեծացան միայնակ, կյանքի դասերը հաղթահարեցին միայնակ ու բնականաբար, հիմա դժվար է ներելը, բայց քանի որ Նորոն սիրում է Մագդային, այլևս չի կարողանում անցյալի հետ կռիվը մղել մինչև վերջ։ Հատկապես երբ Կարենը որոշի Մագդային առևանգել, Նորոն ամեն ինչ անելու է, որպեսզի Արշակի հետ միասին կարողանա գտնել ու փրկել նրան։ Բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիալները դիտելու ձեր հնարավորությունը։